Այս մանուկը Իսրայելի ժողովրդից շատերի անկման և շատերի փրկության պատճառ պիտի դառնա։ Նա նաև հակառակության նշան պիտի լինի և շատերի սրտերի խորհուրդները հայտնի պիտի դարձնի։ Մեր Տիրոջ մասին մարգարեանում է Սիմեոն ծերունին այն պահին, երբ մանուկ Հիսուսին տանում են Երուսաղեմի տաճար ընծայման։ Ինչն է հետաքրքիր։ Մեզ միշտ այն միտքն է գալիս, այն պատկերացումը ունենք, որ Հիսուս խաղաղության խորհրդանիշ է, միասնության խորհրդանիշ է, միության խորհրդանիշ է։ Հիսուս ինքը արդեն իսկ առաքյալներին վերջի կտակի մեջ ասում է սրա մասին, որ իմ խաղաղությունն եմ թողնում ձեզ։ Այսինքն Հիսուս խաղաղարար է, խաղաղություն բերող է։ Եվ մյուս կողմից սիրո օրինակն է տալիս, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ իրար սիրեք, տալով միասնության օրինակը, միության օրինակը։ Բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Հիսուս կարող է լինել նաև բաժանման պատճառ։ Եվ այս պատկերը, այս մարգարեությունը մենք իրականացած ենք տեսնում խաչի իրադարձության ժամանակ։ Գողգոթա, խաչելության պատկերը և առջևը կանգնած գործող անձինք։ Մի կողմից մարդկանց բազմություն, մյուս կողմից խաչելության հեղինակները, ղեկավարները, արտահայտված ուրեմն ուխտի ժողովրդի հոգևոր քաղաքական պաշտոնյաներով և պատիժը իրականացնող հռոմեական զինվորներով, դահիճներով։ Հավելենք նաև, որ 3 խաչապայտ կար։ Հետևաբար նաև բաժանումը տեսնում ենք այդտեղ։ Հիմա մտնենք մանրամասների մեջ։ Խաչելության իրադարձության ժամանակ մենք տեսնում ենք այս տարանջատումը, բաժանումը, հակոտնյա կեցվածքները։ Ուրեմն մի կողմից ավետարանիչը նշում է, որ մարդկանց բազմությունը, որոշակի քանակի մարդիկ կանգնած դիտում էին։ Ուրեմն առաջի բայը, որ հանդիպում ենք այստեղ, կանգնած էին։ Այս մարդիկ պատահական անցորդներ չէին, հիվանդագին հետաքրքրությունից դրդված, մղված, որ եկել կանգնել նայում էին ինչ-որ տեսարան, այլ կանգնած մնալով, չգնալով, արտահայտում են իրենց որոշումը, կամքը, հաստատակամությունը, ինչ որ իմաստով նաև ներգրավվածությունը խաչելության իրադարձությանը։ Եվ երկրորդը դիտում են, սա մեր թարգմանությունն է։ Գրաբար օգտագործված է հայել բառը, հունարեն թեորեին, որը բառացի նշանակում է ոչ թե պարզապես դիտել ինչ-որ տեսարան, այլ մտահայեցողություն ունենալ, անդրադարձ ունենալ, որը կարող է բերել ներքին փոփոխության։ Եվ այս փոփոխությունը մենք տեսնում ենք այս կանգնած մարդկանց մոտ։ Երբ տեսնում են Հիսուսի մահը, իրենց կուրծքը ծեծելով, լաց լինելով վերադառնում են իրենց տները։ Այսինքն այս անդրադարձը, խաչելության իրադարձությունը որպես հայեցողության վայր, այս մարդկանց մոտ բերում է ներքին փոփոխության, որը սուգն է, լացն է, զղջումն ու ինչ-որ իմաստով ապաշխարությունը։
չհամաձայնվելը, չհամակերպվելը։ Մյուս կողմում մենք տեսնում ենք ղեկավար կազմը, Հիսուսի հակառակորդների, որոնց վերաբերմունքը այստեղ ներկայացվում է խտացված կերպով մի բառի մեջ, մի վերաբերմունքի մեջ, ծաղրում էին։ Ուրեմն ծաղրում էին ղեկավարները, ծաղրում էին զինվորները, ծաղրում էր կամ հայոյում էր ավազակներից մեկը։ Ի հակադրություն մյուս ավազակի, որը ոչ միայն չէր ծաղրում, այլ հանդիմանում էր իր ընկերոջը մյուս ծաղրող եւ ավելին խնդրանքով դիմում էր խաչելության պահին իր պես անօգնական մեկին Հիսուսին։ Հիմա հարց, ինչու էին ծաղրում։ Եվ ծաղր ընդհանրապես ինչ է բացահայտում։ Իդեպ այս բայը ամբողջ նոր կտակարանում միայն այստեղ է կիրառված։ Եվ մեկ ուրիշ տեղում, դարձյալ Ղուկասի ավետարանում, երբ Հիսուս խոսում էր մամոնայի եւ Աստծո ծառայության անհամատեղելիության մասին։ Ուրեմն Հիսուս ներկայացնում է, որ դուք չեք կարող ձեր ամբողջ հավատը, հույսը, ապավինությունը տեսնել նյութական բարիքի մեջ եւ միևնույն ժամանակ տեսնել Աստծո մեջ։ Դրանք անհամատեղելի են։ Հայրական մի խոսք կա, ասում է փողը ով փող չունի, ոչինչ չունի։ Բայց ով փող ունի, ամեն ինչ չէ որ ունի։ Եթե սա վերաձևակերպենք, ով Աստծուն ունի, այս դեպքում ամեն ինչ ունի, այդ թվում նաև նյութական իրականություն։ Մինչդեռ նյութական իրականությունը ինքնին բացառում է Աստծո ուրեմն հավատը մարդու սեփական կյանքում։ Եթե դու ամբողջ հոգով, սրտով կապված ես դրան, տեղ չի մնում Աստծո համար, բացառում են մեկը մյուսին։ Մինչդեռ Աստծո նկատմամբ ունեցած ամբողջական ուրեմն ծառայությունը, կապվածությունը, ապավինությունը չի բացառում մամոնայի ուրեմն արկայությունը մարդու կյանքում։ Հիսուս ասում էր մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք։ Հիմա այստեղ ծաղրում էին, ինչու։ Որովհետև իրենց պատկերացումը փարիսեցիներ ասում է, որոնք փողասեր էին, Հիսուսի այս միտքը ծաղրում էին, հեգնում էին։ Սրանով իրենք արտահայտում էին նախ իրենց փողի վերաբերյալ համոզմունքի եւ Հիսուսի փողի վերաբերյալ համոզմունքի ուրեմն անջրպետը, անհամատեղելիությունը, հակառակությունը։ Բայց դու կարող ես մեկին այդ համաձայն չլինել, ունենալ սեփական համոզմունքը, բայց չծաղրել։ Ինչն է, որ քեզ մղում է ծաղրելու։ Արդեն քո մարդկային որակները, չարությունը։ Քո անհամաձայնությունը համոզմունքների, շահերի բախումը դեռ ծաղրի կարող է չհանգեցնել, բայց երբ դու գումարում ես դրան քո մարդկային չարությունը, սա վերածվում է ծաղրի։ Հետո ծաղրում են այն մարդիկ, ովքեր փորձում են ծաղրի միջոցով, որպես կարճ ճանապարհ խուսափել իրենց մարտարավեր նետող մարդկանցից եւ մնալ իրենց համոզմունքների մեջ, փախուստը ինչ-որ ձևով։ Փախուստ դիմացինի արժանապատվության հաշվին։ Խաչելության դրվագում ծաղրում էին օգտագործելով Հիսուսի անօգնականությունը։ Բայց այստեղ մի բան կանգ առնենք, որտեղ շատ հետաքրքիր է, երբ մենք համեմատում ենք
Մատթեոսի եւ Ղուկասի ավետարանների տարբերակները։ Անդրադառնանք նախ Մատթեոսի ավետարանի։ Ղեկավարներն ինչ էին ասում։ Ասում էին դու տաճարը քանդելու եւ 3 օրից շինելու էիր, հա։ Ուրեմն շեշտը դնում են Հիսուսի ուժի, հեղինակության եւ իշխանության վարկաբեկման վրա։ Ուրեմն փրկիր ինքդ քեզ։ Մյուսները ինչ էին ասում։ Ասում էին ուրիշներին ազատեց, բայց ինքները չի կարողանում ազատել։ Անվանարկում են կամ այսպես ասած առ ոչինչ են համարում Հիսուսի այն բարիքը, որ ինքը գործել է մարդկանց հանդեպ։ Ասում են, եթե դու հիմա քեզ չես ազատում, ինչ էիր ձևեր թափում ուրիշների համար, որ բարիք էիր գործում, բժշկում էիր մարդկանց, հարություն էիր տալիս, հաց էիր բազմաստում կերակրում։ Մեկ ուրիշ երրորդ կողմը, երրորդ մաս ասում էր, Աստծո վրա էր դրել հույսը, հա։ Եթե Աստծո որդին ես, բայց ինչա վիճակը։ Այսինքն այստեղ էլ հարվածը Հիսուսի հոր հանդեպ ունեցած որդիական կամ հավատքի այդ վերաբերմունքի վրա է։ Հիսուսի նախընթաց կյանքը առ ոչինչ է հռչակվում, քանի որ առջևում Հիսուսի անզորությունն է, որից ինքը չի կարողանում այլևս օգտվել։ Եվ սադրում են։ Իդեպ այս սադրանքը մենք տեսնում ենք մեր փորձության ժամանակ անապատում։ Աստծո որդին ես, դե քարերը հացի վերած։ Աստծո որդին ես, դե քեզ նետի այստեղից։ Քեզ կբռնեն հրեշտակները։ Սադրանք է սա։ Ուժը ցուցադրելու։ Ղուկասի ավետարանում շեշտը դրված է սեփական կյանքը փրկելու վրա։ Այսինքն մի տեսակ արտահայտում են հետևյալ գաղափարը, պատկերացումը։ Մեսիա փրկիչ չես կարող լինել, եթե նախքինքդ քեզ չես կարողանում փրկել։ Ուրեմն Հիսուսի ամբողջ վարդապետությունը, ամբողջ գործունեությունը հենց սրա դեմ էր։ Երբ մարդը իր եսը աստվածացնում է եւ ամեն գնող պատրաստ է այդ եսի պաշտպանության, փրկության համար ամեն գնով, միշտ Հիսուս մեզ ուրիշ ուղերձ է տալիս։ Ասում եթե մեկը փորձի իր կյանքը փրկել կգործնի, իսկ եթե մեկը իր կյանքը գործի հանուն ինձ կշահի։ Եվ սա ասում է այն համատեքստում, երբ առաքյալներին բացատրում էր ինչ է նշանակում գալ իր հետևից։ Գալ իր հետևից, լինել քրիստոնյա, լինել այս ամբողջ փրկագործության պատմության դերակատար, նշանակում էր նախ ուրանալ ինքդ քեզ սեփական անձը, ապա վերցնել խաչը, քո խաչը, դե յուրաքանչյուրս խաչ ունենք, եւ հետևել Հիսուսին։ Այս բաժանումը մենք տեսնում ենք շատ հստակ նաև այս երկու ավազակների մեջ, որ Հիսուսի կողքը պատիժն էին կրում։ Ավազակներից մեկը ուզում էր փրկվել մարդկայնորեն։ Երբ մի տեսակ հնարավորություն էր տեսնում, ճեղք էր տեսնում, երբ լսում էր մյուսների այդ ծաղրական արտահայտությունները, Աստծո որդի, Մեսիա, Իսրայելի թագավոր, եւ մոտ ինչ որ մի հույս էր արկայծել։ Բայց երբ որ Հիսուս մերժում է ինքն իրեն փրկելու այս գայթակղությունը, այս փորձությունը, այդ հույսի մարումից այս ամենը վերածվում է վիրավորանքի, հայոյանքի։ Մյուս ավազակը ճիշտ հակառակ կեցվածն են ընդունում։ Դա ճիշտ է դատում։ Ասում եմ մենք մեր արածի համար ենք դատվում։ Ընդունում է սեփական մեղքերը։ Երկրորդը ճիշտ է դատում նաև Հիսուսին, անմեղ է մեր կողքը։
Բայց իդեմս Հիսուսի խոստովանել թագավորի, որ պիտի գա իր թագավորությամբ։ Իդեմս Հիսուսի տեսնել փրկչի, այսա հավատքի հղացք է ուղղակի, թռիչք է։ Մի առաքինություն է, որ ինձ թվում է առանց Աստծո շնորհի դժվար է ձեռք բերել։ Քո կողքը քեզպես տառապող մեկի մեջ տեսնել փրկչի, սա այ հրաշքը սա է, այ հավատքի հրաշքը սա է։ Այս ավազակը հրաշք չի ուզում Հիսուսից, որ հավատա։ Զորավոր գործեր չի ուզում։ Ամպերը, չգիտեմ, երկրաշարժ, ինչպես 5 տականյան մենք Աստված հայտնութենական այդ մթնոլորտային իր երևույթներն էինք տեսնում, որ ժողովրդին վախեցնում էր, ստիպելով հավատալ։ Ընդամենը խոնարհաբար իր մաքուր հավատքի ձայնն է դուրս գալիս, շշնջում է, եւ դա այսա հույսի շշնջ է, հավատի շշունջ է։ Ինչ է ասում։ Տեր, պարզապես հիշիր ինձ, երբ կգաս քո թագավորությամբ։ Նրանք ծաղրում էին Հիսուսի թագավորները, որտեղ ես պատկերացումների մեջ թագավորը չի կարող այսքան անզոր լինել։ Փրկիչը չի կարող խաչի եւ բարոյական եւ ֆիզիկական առումով անարգալի վիճակի մեջ հայտնվել։ Միշտ այս մյուս ավազակը Հիսուսի մեջ տեսնում է եւ փրկչին եւ թագավորին եւ ասում է հիշիր ապագայի համար, բայց Հիսուս ինչ է անում։ Հիսուս ասում է այսօր ինձ հետ կլինես դրախտում։ Իդեպ դրախտ բառը Ղուկասի ավետարանում միակ տեղն է, որ գործածված է այստեղ։ Ղուկասը սովորաբար օգտագործում է երկնքի արքայություն, Աստծո թագավորություն, հավիտենական կյանք։ Բայց դրախտ բառը պարադիս, որ պարսկերեն բառ է իդեպ, որ այստեղ հունարենով օգտագործված է, նշում է այգի, սա մեզ հիշեցնում է ծննդոց գրքի սկիզբը, երբ մարդը կամ ընտանիքը, մարդկությունը իր մեղքի պատճառով Աստծուց խորթանալու, օտարանալու, ինքն իրենից իր բնությանը դավաճանելու պատճառով զրկվեց դրախտից։ Մեղավորը զրկվեց դրախտից, Հիսուս առաջին մարդուն, որ իր հետ դրախտ է տանում, մուտքն է ապահովում, մեղավոր է, ավազակն է։ Հիսուս ավազակի արժանիքի համար չէ, որ դրախտ է արժանացնում։ Սպանություններ, այլանդակություններ իր նախընթաց կյանքում եւ հիմա էլ հատուցում է խաչի մահվամբ իր արած հանցանքների համար։ Այլ Հիսուս նայում է ոչ թե արժանիքին, կարիքին եւ այդ կարիքի դրսեւորմանը, արտահայտությանը։ Ավազակը ինքը արտահայտում է, որ ինքը փրկության կարիք ունի։ Ի տարբերություն մյուսների, որոնք փրկությունը տեսնում էին սեփական անձը ամեն գնով փրկելու մեջ։